Թող լինի Աստծո, Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու օրհնությունը քո կյանքի վրա, քո տան վրա եւ յուրաքանչյուրի վրա, ում դու սիրում ես։ Այսօր մենք միասին աղոթելու ենք, խնդրելով Աստծուց այն, ինչ միայն նա կարող է կատարել։ Լիակատար բժշկություն, մարմնի, մտքի, զգացմունքների եւ նույնիսկ հոգու այն վերքերի, որոնք ոչ ոք չի տեսնում։ Եթե հիմա անցնում ես ցավի միջով, լսել ես դժվար ախտորոշումներ, զգում ես հոգեկան հյուծվածություն կամ պարզապես կարիք ունես ներսից վերականգնվելու, իմացիր, որ այս աղոթքը քեզ մոտ եկել է ոչ պատահաբար։ Մենք աղոթելու ենք հավատով, հենվելով Աստծո խոսքի վրա։ Եվ այսօրվա Սաղմոսը, Սաղմոս 6-ը, խոր աղաղակ է ողորմության, կարեկցանքի, բժշկության մասին։ Դավիթը արդյունքներ է թափել Աստծո առջև, խնդրելով առողջություն, թեթևացում, աստվածային միջամտություն։ Եվ այսօր մենք միանում ենք այդ աղոթքին, որովհետև նույն Աստվածը, որ լսել է Դավթին, շարունակում է լսել մեզ, եւ նա հենց հիմա այստեղ է։ Փակիր աչքերդ, խոր շունչ քաշիր, եւ թող այս աղոթքը ներթափանցի քո սիրտը։ Մինչև սկսենք այս աղոթքը, խնդրում եմ օրհնել այս ալիքը, բաժանորդագրվեք եւ գրեք ամեն մեկնաբանություններում։ Այդպես կօգնեք մեզ տարածել հավատը, Աստծո խոսքը եւ հասնել ավելի շատ մարդկանց, ում նույնպես բժշկություն է պետք։ Իսկ հիմա եկեք աղոթենք ամբողջ սրտով։ Սաղմոս 6։ Տեր, մի հանդիմանիր ինձ քո բարկությամբ եւ մի պատժիր ինձ քո զայրույթով։ Ողորմիր ինձ, Տեր, որովհետև տկար եմ ես։ Բժշկիր ինձ, Տեր, որովհետև ոսկորներս խրովված են եւ անձս յոյշ խրովված է։ Իսկ դու, Տեր, մինչև երբ։ Դարձիր, Տեր, ազատիր իմ անձը, փրկիր ինձ քո ողորմությամբ, որովհետև մահվան մեջ հիշատակություն չկա քեզ մասին, գերեզմանում ով կփարաբանի քեզ։ Հոգնել եմ իմ հառաչանքներից, ամեն գիշեր արդյունքներով եմ ոռոգում անկողինս, արդյունքներով եմ թրջում մահճակալս։ Աչքս չորացել է վշտից, հնացել է բոլոր իմ թշնամիների պատճառով։ Հեռացեք ինձանից բոլոր անօրինություն գործողները, որովհետև լսեց Տերը իմ լացի ձայնը, լսեց Տերը իմ աղաչանքը, Տերը ընդունեց իմ աղոթքը։ Թող ամաչեն եւ խիստ խրովվեն բոլոր իմ թշնամիները, թող դառնան եւ անմիջապես ամաչեն։ Օ Տեր, այսօր ես միանում եմ Սաղմոս 2 Դավթի աղաղակին եւ կանգնում եմ քո առջև կոտրված սրտով։ Դու գիտես իմ մարմնի յուրաքանչյուր մասնիկը, յուրաքանչյուր բջիջը, յուրաքանչյուր շունչը։ Դու տեսնում ես, թե ինչպիսի թուլության, ցավի, վախի եւ անորոշության ժամանակներով եմ անցնում։ Հենց այդ պատճառով իմ Աստված, ես մոտենում եմ քեզ հավատով, անկեղծ արդյունքներով եւ կենթանի հույսով։ Գիտեմ, որ դու Աստված ես, որ բժշկում է։ Դու հպվում ես այնտեղ, որտեղ բժշկությունը չի հասնում։ Դու տեսնում ես ավելին, քան անալիզները, ախտանիշները եւ ախտորոշումները։ Դու իմ ապաստանն ես հիվանդության մեջ։ Դու իմ օգնությունն ես դժվարության ժամին։ Եվ նույնիսկ եթե մարմինս թուլացել է, նույնիսկ եթե ոսկորներս դողում են, նույնիսկ եթե հոգիս անհանգստության մեջ է, ես բռնվում եմ քո ողորմությունից, որովհետև հենց դրանում եմ գտնում կյանքը։ Տեր, մի հանդիմանիր ինձ քո զայրույթով, այլ նայիր ինձ ողորմության աչքերով։ Հիմա ուղարկիր քո բժշկության հոգին իմ վրա։ Թող քո օծյալ հպումը դիպչի իմ մարմնի յուրաքանչյուր մասին, բորբոքված, վիրավորված կամ թուլացած։ Հպվիր Տեր իմ օրգաններին, նյարդերին, ոսկորներին, արյանը, այցելիր իմ մաշկը, մկանները, զգացմունքները։ Թող քո զորությունը ներթափանցի իմ էության խորքերը եւ վերականգնի ամեն ինչ, որ խախտվել է։ Բժշկիր նաև Տեր անտեսանելի հիվանդությունները, այնինչ չի երևում անալիզներում, բայց խլում է իմ խաղաղությունը, անհանգստություն, վախը վաղվա օրվա առջև, անքնություն, խոր տխրություն, հոգեկան հոգնածություն։ Քանի անգամ եմ պարկել եւ լաց եղել լռության մեջ, քանի բշեր առանց ուժի, առանց քնի, միայն հոգով արցունքներով եւ բարձրացած ցավից։ Բայց դու այնտեղ էիր, դու տեսել ես յուրաքանչյուր հառաչանք, հավաքել ես յուրաքանչյուր արցունք, եւ հենց այդ պատճառով հիմա աղոթում եմ հավատով, որովհետև գիտեմ դու լսում ես իմ լացը, դու խոնարհում ես քո ականջը իմ հառաչանքին եւ ուրախանում ես նրանց փրկությամբ, ովքեր կանչում են քեզ։ Հեռացրու ինձանից ամեն չարիք, ամեն հիվանդության արմատ, ամեն թշնամական գործողություն, որ ձգտում է հարվածել իմ մարմնին եւ հոգուն։ Թող ընկնի ամեն թուլության հոգի հենց հիմա Հիսուսի անունով։ Թող կործանվեն ժառանգական հիվանդության շղթաները, հոգեկան հիվանդության, հոգու հիվանդության շղթաները։ Թող չեղյալ համարվի թշնամու ամեն սլաքը, որ ուղված է իմ առողջության դեմ, քո հզոր ձեռքով։
Դու Աստված ես, որ բժշկում է, Աստված, որ բացեց կույրի աչքերը, քայլել տվեց կաթվածահարին, մաքրեց արյունահոս կնոջը։ Դու նույնն ես երեկ, այսօր եւ հավիտյանս հավիտենից, եւ հավատում եմ դու կարող ես նույնը անել ինձ համար հենց հիմա։ Հավատով ես հայտարարում եմ, ես քո պաշտպանության տակ եմ, քո ձեռքը իմ վրա է, քո ձայնն արդեն հնչում է իմ սրտի խորքում ասելով. «Իմ որդի, իմ դուստր, կանգնիր, քո հավատը փրկեց քեզ»։ Թարմացրու հիմա իմ ուժերը, փչիր իմ վրա կյանքի շունչով, թող նորից ժպտամ, նորից հույս ունենամ, նորից քայլեմ խաղաղ սրտով, իմանալով, որ արդեն վերականգնվում եմ քեզ մեջ։ Եվ երբ բժշկությունը գա, ես փառաբանելու եմ քեզ ամբողջ սրտով, ես մեծարելու եմ քեզ ժողովրդի մեջ, ես պատմելու եմ քո հրաշքների մասին, որ արել ես ինձ մեջ, որովհետև դու արժանի ես, դու մեծ ես, դու իմ բժշկության Աստվածն ես։ Ամեն։ Տեր, շարունակում եմ կանգնել քո առջև առանց դիմակների, առանց քողարկումների, սրտով բացված մինչև հատակը, աղաչելով քո կարեկցանքին, որովհետև ով էլ կբարձրացնի ինձ, եթե ոչ դու, ով կարող է վերականգնել իմ հոգնած ոսկորները, հյուծված ուժերը, կոտրված սիրտը։ Խնդրում եմ քեզ, Հայր, շարունակիր իմ մեջ բժշկության գործընթացը, ներթափանցիր այնտեղ, որտեղ բժշկությունը չի հասնի։ Հպվիր այնտեղ, որտեղ ոչ ոք երբեք չի համարձակվել հպվել։ Վերականգնիր, Տեր, իմ էության յուրաքանչյուր գաղտնի մասը, նույնիսկ նրանք, որոնց վրա ես ինքս վախենում եմ նայել։ Բժշկիր այն, ինչ արմատացել է հոգում, հին վնասվածքներից, դաժան խոսքերից, որոնք ներսից քայքայել են ինձ, վախերից, որոնք խլում են շունչս, անհանգստություններից, որոնք առանց պատճառի քաշում են անդունդը։ Հաներ ինձանից, Տեր, այդ անուն չունեցող հոգնածությունը, այդ տխրությունը, որ անգամ անուն չունի։ Արմատախիլ արա իմ հոգուց ամեն ունայնության արմատ, ամեն զգացմունքային կարծրացում, ամեն թունավոր միտք, որ խանգարում է ինձ ապրել քո շնորհի լիությամբ։ Թող քո լույսը ներթափանցի իմ ներքին աշխարհի ստվերները։ Թող քո ներկայությունը լցնի դատարկությունները, որոնց գոյության մասին ես անգամ չգիտեի։ Թող քո սերը ամուր գրկի ինձ, ինչպես ապաստան հոգնած սրտի համար։ Հայր, մի թող ինձ շարունակել ճանապարհը ներսից հիվանդ, դրսից շպտալով, մինչդեռ ներսում արյունահոսում եմ լռության մեջ։ Հպվիր այն վերքերին, որոնք ոչ ոք չի տեսնում։ Վերցրու այդ ցավը կրծքում, այդ մշտական անհանգստությունը, այդ անորոշությունը, որ խլում է քունն ու ախորշակը։ Ես հանձնում եմ քեզ, Տեր, իմ պատմության բեռը, մանկության վերքերը, սխալների հետքերը, որ գործել եմ, անարդարության ցավը, որ տարել եմ։ Վերցրու ամեն ինչ, Հայր, հանիր այն, ինչ խանգարում է ինձ ազատ լինել։ Ես ուզում եմ լիակատար բժշտվել, հոգով, անձով եւ մարմնով։ Փչիր իմ վրա քո հոգով, Աստված։ Թարմացրու իմ հույսը, հաստատիր իմ հավատը։ Նույնիսկ երբ թվում է, թե ամեն ինչ կանգնած է, նույնիսկ երբ նշանները կարծես դեմ են, ես ընտրում եմ վստահել քեզ, որովհետև գիտեմ, մինչ ես աղոթում եմ, դու արդեն գործում ես անտեսանելիում, արդեն ազատում ես բժշկությունը, արդեն կատարում ես հրաշքը, արդեն վերականգնում ես այն, ինչ կորած էր թվում։ Եվ նույնիսկ եթե ճանապարհը երկար լինի, նույնիսկ եթե ցավը մնա եւս մեկ գիշեր, ես հայտարարում եմ, պատարագախը կարող է տևել մինչև առավոտ, բայց ուրախությունը գալիս է արշալույսին, եւ հավատում եմ, Հայր, որ իմ արշալույսն արդեն մոտ է, արդարության արևն արդեն փայլում է իմ վրա, բժշկությունը արդեն ճանապարհին է, պատասխանն արդեն ազատվում է երկնքից։ Ես մարգարյանում եմ առողջություն իմ մարմնի համար, հայտարարում եմ կայունություն իմ մտքի համար, խաղաղություն իմ սրտի համար եւ ուժ քայլելու, նույնիսկ եթե քայլերը դեռ դանդաղ են։ Դու Աստված ես, որ չես մոռանում ոչ մեկին քո զավակներից։ Դու տեսնում ես ինձ նույնիսկ երբ արցունքների հետևում եմ թաքնվում։ Դու կանչում ես ինձ անունով, նույնիսկ երբ ես այլևս ոչինչ չեմ լսում բացի իմ ցավից։ Դու պահում ես ինձ քո հզոր ձեռքով, երբ ոտքերս դողում են։ Դու հանգիստ ես տալիս, երբ ուժս ավարտվել է։ Շնորհակալ եմ քեզ, Տեր, որ մենակ չեմ։ Այս հիվանդությունն վերջին խոսքը չունի, այս ցավը չի սահմանում, թե ով եմ ես, այս եղանակը հավերժ չէ։ Քեզ մեջ ես գտնում նոր շունչ, քեզ մեջ նորից նպատակ եմ գտնում, քեզ մեջ ես բժշկված եմ, վերականգնված, թարմացված։ Եվ ուստի նույնիսկ արցունքների միջով փառաբանում եմ քեզ, նույնիսկ ցավի մեջ շնորհակալ եմ քեզ, որովհետև քո բարությունը ավելի մեծ է ցանկացած ախտորոշումից, եւ քո հավատարմությունը երաշխիք է, որ ամեն ինչ համագործակցում է բարու համար։ Ամեն։ Թող այն տանը, որտեղ լսվում է այս աղոթքը, լինի բժշկություն։ Թող այն մարմնում, որ քեզ է աղաչում, լինի թեթևացում, վերականգնում եւ խաղաղություն։ Թող այն հոգին, որ ընկել է, վեր կենա նոր հույսով, որովհետև դու կյանքի Աստված ես, դու բժշկության Աստված ես, եւ հենց այդ պատճառով ես կրկին հանձնում եմ քեզ իմ ցավը, իմ պատմությունը եւ իմ սիրտը։ Կատարիր իմ մեջ քո կամքը, Տեր, եւ թող քո կամքը լինի բարի, կատարյալ եւ բժշկությամբ լի։ Ամեն։ Տեր, նույնիսկ չհասկանալով քո ճանապարհները, ես ընտրում եմ վստահել։
Նույնիսկ մարմնով չտեսնելով, ես ընտրում եմ հավատալ սրտով, նույնիսկ թուլացած մարմնով, նույնիսկ հոգնած հոգով։ Ես դեռ այստեղ եմ, փնտրում եմ քեզ, սպասում եմ քեզ, երկրպագում եմ քեզ, որովհետև գիտեմ, քո ժամանակը կատարյալ է, եւ երբ դու գործում ես, ոչինչ չի կարող կանգնեցնել քեզ։ Չկա հիվանդություն, որ չի կարող բժշկվել քո ձայնի առջև, չկա ցավ, որ չափազանց խոր է քո մխիթարության համար, չկա ախտորոշում, որ ավելի բարձր է քո զորությունից։ Իմ Աստված, շարունակիր գործել իմ մեջ։ Եթե կա ինչ-որ բան, որ դեռ պետք է կործանվի, որպեսզի ես վերականգնվեմ, թող լինի։ Եթե կան տարածքներ, որոնք պետք է արցունքներով որոքվեն, նախքան նորից ծաղկեն, թող այդպես լինի։ Բայց թող ես չդուրս գամ այս գործընթացից առանց քո ձեռքերով լիակատար փոխակերպվելու։ Բժշկիր Տեր, իմ ամենաթաքնվածը, այն վերքերը, որոնք ոչ ոք չի տեսնում, բայց որոնք ամեն օր արյունահոսում են, այն ցավերը, որոնք ես սովորել եմ լռությամբ տանել, բայց որոնք շարունակում են ապրել ներսում, այն հիշողությունները, որոնք դեռ ստիպում են ինձ դողալ, այն վախերը, որոնք չեն թողնում առաջ շարժվել, այն խոսքերը, որ հնչում են ներսում եւ ստիպում կասկածել իմ արժեքի մեջ։ Հեռացրու ինձանից մեղքի զգացումը, Տեր, մեղքը, որ ավելին չեմ արել, որ ավելի շուտ չեմ հասկացել, որ ինքս ինձ հիասթափեցրել եմ։ Սովորեցրու ինձ ներել անցյալը, բաց թողնել անցածը, ազատվել ամեն ինչից, որ թունավորում է իմ միտքն ու մարմինը։ Թարմացրու հիմա, Հայր, իմ արյունը, ոսկորներս, մաշկս, օրգաններս, այցելիր իմ նյարդային համակարգը, մարսողական համակարգը, հորմոնները, յուրաքանչյուր բջիջը, յուրաքանչյուր կենսական գործառույթը։ Հպվիր բորբոքումներին, վարակներին, այն փոփոխություններին, որ ցույց են տվել անալիզները։ Հպվիր նաև այնտեղ, ինչտեղ գիտությունը չի հայտնաբերել, բայց ես զգում եմ խախտված, որովհետև դու իմ մարմինը գիտես ավելի լավ, քան ցանկացած մասնագետ։ Ուղարկիր Տեր քո բժշկությունը այնտեղ, որտեղ դեղերը չեն ազդել։ Հեռացրու այս քրոնիկ ցավը, հեռացրու այս ուռուցքը, այս բորբոքումը, այս անհարմարությունը, հեռացրու այն, ինչ առաջացնում է վախ, ինչ խանգարում է հանգիստ քնել, ինչ պահում է անորոշության մեջ։ Հայր, աղոթում եմ նաև նրանց համար, ում սիրում եմ։ Գուցե ես առողջ եմ, բայց մեկը, ում սրտում գրում եմ, պայքարում է կյանքի համար։ Հետևաբար հիմա հանձնում եմ քեզ բոլոր հիվանդներին իմ տանից, ընտանիքից, ընկերներից եւ ծանոթներից, ում պետք է քո հրաշագործ պատասխանը այցելիր յուրաքանչյուրին։ Մտիր հիվանդանոց, մտիր մութ սենյակ, անվասայլակի մոտ, բժշկի կաբինետ, տարապանքի անկողմի մոտ։ Փչիր կյանք այնտեղ, որտեղ մահը թվում է անխուսափելի։ Թարմացրու հավատը այնտեղ, որտեղ հույսն արդեն մերել է, եւ արա Տեր, որպեսզի քո անունը փառավորվի։ Դու Աստված ես, որ փոխում է ախտորոշումները։ Դու Աստված ես, որ զարմացնում է բժշկությունը։ Դու Աստված ես, որ վերակենդանացնում է խոստումները։ Եվ ես ամբողջ սրտով հավատում եմ, որ քո բժշկությունը արդեն ճանապարհին է, ոչ իմ արժանինքներով, այլ քո շնորհով։ Հետևաբար, նույնիսկ դեռ լիակատար պատասխան չտեսնելով, շնորհակալ եմ քեզ։ Շնորհակալ եմ, Տեր, որովհետև գիտեմ դու արդեն գործում ես։ Շնորհակալ եմ, որ քո ներկայությունը պահպանում է ինձ, նույնիսկ երբ մարմինը թուլանում է։ Շնորհակալ եմ, որ սիրում ես ինձ այն սիրով, որ բժշկում է, վերականգնում եւ ազատում է։ Հանգստացրու իմ սիրտը, Տեր։ Հեռացրու ինձանից անհանգստությունը, ամեն ինչ հասկանալու ցանկությունը։ Սովորեցրու ինձ հանգստանալ քեզ մեջ, վստահել նույնիսկ երբ դրսից ոչինչ չի փոխվում, որովհետև իսկական բժշկությունը սկսվում է ներսից, երբ մենք ընտրում ենք հավատալ նույնիսկ ցավի մեջ։ Ես հայտարարում եմ, դու իմ բժիշկների բժիշկն ես։ Ես հայտարարում եմ, քո զորությունը ավելի բարձր է ցանկացած հիվանդությունից։ Եվ ես հայտարարում եմ, որ շուտով ես վկայելու եմ այն մասին, ինչ դու հարել ես իմ կյանքում, որպեսզի ուրիշները հավատան, որպեսզի ուրիշներն էլ բժշկվեն։ Հիսուսի անունով թող քո բժշկությունը շարունակի հոսել իմ մեջ եւ բոլոր նրանց մեջ, ովքեր հիմա աղոթում են ինձ հետ։ Եվ թող քո անունը, Տեր, բարձրացվի հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Տեր, շարունակում եմ կանգնել քո առջև աղոթքով, ոչ թե որովհետև արժանի եմ, ոչ թե որովհետև գեղեցիկ եմ խոսում, այլ որովհետև կարիք ունեմ քո ներկայության, կարիք ունեմ քո բժշկող հպման։ Ինձ պետք է քո ձայնը, որ հանգստացնում է, ինձ պետք է քո ձեռքը, որ պահպանում է, ինձ պետք է քո սերը, որ վերականգնում է։ Հայր, հենց հիմա էլ ավելի եմ բացում քեզ իմ սիրտը։ Հեռացրու ինձանից ամբողջ հպարտությունը, որ խանգարում է օգնություն խնդրել։ Հեռացրու այդ ներքին ուժը, որ ստիպում է անիմաստ ցավ տանել։ Սովորեցրու ինձ հենվել քեզ վրա, հնազանդությամբ, անկեղծությամբ եւ լիակատար հանձնումով։ Քանի անգամ եմ փորձել ինքս աղթահարել, քանի անգամ եմ ավելի շատ վստահել մարդկանց եւ միջոցներին, քան քո խոսքին, բայց հիմա Տեր, խոստովանում եմ, առանց քեզ չեմ կարող, առանց քեզ ես ոչինչ եմ, առանց քո շնչի իմ կյանքը դատարկվում է, առանց քո շնորհի ուժը սպառվում է, առանց քո բժշկության ցավը չի անցնում։ Հետևաբար Տեր, խոնարհիր քո ականջը ինձ վրա եւս մեկ անգամ, մտիր իմ մարմնի խորքերը եւ բժշկիր այն, ինչ կոտրված է, ուղղիր ամեն ինչ, որ խափանվել է, մաքրիր ամեն ինչ, որ վարակված է, հաստատիր ամեն ինչ, որ
թուլացել է։ Դու Աստված ես, որ ստեղծել ես իմ էնության յուրաքանչյուր մանրամասնություն։ Դու հյուսել ես ինձ իմ մոր որովայնում։ Դու գիտես իմ ոսկորները, երակները, օրգանները, սիրտը, ոչինչ թաքնված չէ քեզնից, եւ հենց այդ պատճառով ես վստահում եմ, եթե դու ստեղծել ես ինձ, նշանակում է կարող ես նաեւ վերականգնել։ Թարմացրու իմ իմունային համակարգը, Տեր, հաստատիր իմ պաշտպանությունը, վերականգնիր հորմոնալ հավասարակշռությունը, հեռացրու ամեն բորբոքում, այտուց եւ քրոնիկ ցավ, հանգստացրու իմ մտքերը, Տեր։ Հանգստացրու այս միտքը, որ հոգնել է անհանգստություններից, ամեն ինչ կանխատեսելու փորձերից։ Ազատիր ինձ անհանգստությունից, վախից, որ կապում է, ստրեսից, որ թուլացնում է մարմինն ու հոգին։ Բերիր խաղաղություն իմ օրերին։ Բերիր թեթևություն իմ ներսում։ Ես հանձնում եմ քեզ, իմ Աստված, բոլոր այն խոսքերը, որ մի ժամանակ ցավ պատճառեցին ինձ։ Խոսքեր, որ վիրավորեցին իմ ինքնագնահատականը, ստիպեցին կասկածել իմ արժեքին, քանդեցին իմ վստահությունը, ուրիշների կամ իմ իսկ ասած խոսքերը։ Բժիշկիր, Տեր, այդ խոսքերի իշխանությունը իմ վրա, կոտրիր ամեն անեծք, չեղյալ համարիր բոլոր բացասական արտահայտությունները, արմատախիր արա վախը, որ նրանք ցանել են, եւ ցանիր իմ մեջ քո ճշմարտությունը, որ ես սիրված եմ, ընտրված եմ, պաշտպանված եմ եւ բժիշկված եմ քեզնով։ Հայր, աղաչում եմ նրանց համար, ովքեր հիմա լսում են այս աղոթքը։ Եթե կա մեկը, ով հենց հիմա անցնում է անհանգստության, ցավի միջով, ով լաց է լինում, հպվիր այդ կյանքին։ Թող այս աղոթքը լինի ոչ միայն տեսանյութից ձայն, այլ քո հոգու դրսևորում, որ լցնում է այս տունը։ Մտիր այս տուն, Տեր, անցիր յուրաքանչյուր սենյակով, մաքրիր այս ննջասենյակը, հպվիր այս տառապանքի անկողնուն, դարձրու այս վայրը քո ներկայությամբ լի, թող ոչինչ մուտք չմնա, ոչինչ թաքնված, ոչինչ հիվանդ, լինի մարմնում, հոգում թե հոգում։ Բժիշկիր, վերականգնիր, ազատիր, թող քո զորությունը հիմա իջնի լիությամբ, Սուրբ Հոգի, մխիթարիր այս մարդուն։ Հանգիստ տուր հոգնած սրտին, թեթևացում բերիր հիվանդ մարմնին, հույս բերիր հոգնած մտքին։ Եվ եթե բուժումը ծանր է, Տեր, թարմացրու ուժերը, եթե սպասումը չափազանց երկար է, տուր համբերություն եւ հավատ։ Եթե վախ կա վաղվա օրվա առթև, հիշեցրու, որ դու արդեն ապագայում ես պատրաստում ամեն ինչ բարու համար։ Սովորեցրու մեզ վստահել, նույնիսկ չհասկանալով։ Սովորեցրու հանգստանալ, նույնիսկ առանց արդյունք տեսնելու։ Սովորեցրու մնալ, նույնիսկ չզգալով քեզ։ Որովհետև գիտենք դու մեզ մենակ չես թողնում, դու մեզ հետ ես նույնիսկ հովտում։ Եվ որտեղ դու ես, այնտեղ բժշկություն կա, այնտեղ խաղաղություն կա, այնտեղ ոչինչ անհնար չէ։ Հետևաբար փառաբանում եմ քեզ ոչ թե այն, ինչ տեսնում եմ, այլ այն, ինչ հավատում եմ։ Փառաբանում եմ քեզ, որովհետև գիտեմ, քո բժշկությունը արդեն գործում է։ Փառաբանում եմ քեզ, որովհետև նույնիսկ լռության մեջ շարունակում ես գործել։ Փառաբանում եմ քեզ, որովհետև քո բարությունը պահպանում է ինձ, նույնիսկ երբ մյուս ամեն ինչ հեռանում է։ Ընդունիր այս աղոթքը, Տեր, եւ շարունակիր անել այն, ինչ միայն դու կարող ես՝ լիակատար բժշկել։ Հիսուսի անունով, ամեն։ Տեր, դեռ այստեղ եմ քո երեսի առջև, առանց շտապելու, առանց պահանջելու, պարզապես ցանկանալով մնալ։ Որովհետև քեզ հետ լինելը արդեն բժշկության սկիզբն է, որովհետև քեզ լսելը հանգստացնում է հոգին, որովհետև քեզ փնտրելը ցանկացած հիվանդության ամենահզոր տեղն է։ Հայր, այնքան հաճախ եմ հարցրել ինձ, ինչու այս ցավը չի անցնում։ Լռությամբ եմ հարցեր տվել ներսում, լաց եմ եղել առանց ուժի նույնիսկ խոսք արտասանելու։ Երբեմն թվացել է, թե դու լռել ես, թե չափազանց հեռու ես լսելու համար։ Բայց հիմա այս աղոթքում հասկանում եմ, դու միշտ կողքիս ես եղել։ Ոչ մի անգամ չես լքել ինձ, նույնիսկ երբ չեմ տեսել քեզ։ Դու ինձ կրել ես քո ձեռքերով, եւ հենց այդ պատճառով նույնիսկ դեռ բուժման մեջ լինելով, նույնիսկ ախտանիշներ զգալով, որոշում եմ փառաբանել քեզ ոչ պարտավորությունից, այլ շնորհակալությունից։ Ամեն։ Որովհետև պարզապես իմանալով, որ մենակ չեմ, իմ սիրտն արդեն ամրանում է։ Պարզապես զգալով քո ներկայությունը, իմ հոգին թարմանում է։ Շարունակիր, Տեր, գործել իմ մեջ։ Ավարտիր այն բարի գործը, որ սկսել ես։ Մի թող ինձ հանձնվել գործընթացի կեսին։ Տուր ինձ հոգևոր, զգացմունքային եւ ֆիզիկական դիմացկունություն։ Հաստատիր ինձ, որպեսզի կարողանամ անցնել յուրաքանչյուր փուլ քաջությամբ եւ հավատով։ Գիտեմ, որ հրաշքը հաճախ կատարվում է լռության մեջ, երբ ոչ ոք չի տեսնում, երբ մարմնի աչքերը չեն նկատում, դու ես գործում։ Հետևաբար հիմարիատատար ազատություն եմ տալիս քեզ գործելու իմ ներսում։ Հանել այն, ինչ կորած էր, ուղղիր այն, ինչ քո կամքին հակառակ է, հաստատիր այն, ինչ թուլացել է, բժշկիր իմ Աստված, հոգու այն վերքերը, որոնք ուղղակիորեն ազդում են իմ մարմնի վրա, որովհետև գիտեմ սրտի ցավը
ցավը կարող է հիվանդացնել մարմինը։ Գիտեմ, որ հին վիրավորանքները, չլուծված վնասվածքները, չընդունված մերժումը եւ կուտակված թխտրությունը դառը արմատներ են, որոնք աճում են սրտում եւ թունավորում առողջությունը։ Հետևաբար հիմա հանձնում եմ քեզ յուրաքանչյուր չլուծված զգացմունք, յուրաքանչյուր հիշողություն, որ դեռ ցավ է պատճառում, յուրաքանչյուր մարդու, ով վիրավորել է ինձ, յուրաքանչյուր կապվածություն, որ խրված է անցյալում։ Ազատիր ինձ, Տեր, ամեն ինչից, որ պահում է ինձ հիվանդության մեջ։ Այլևս չեմ ուզում պահել վիրավորանքները, չեմ ուզում սնել բացասական մտքերը։ Ուզում եմ ապրել խաղաղության մեջ, ուզում եմ ներել, ինչպես դու ներեցիր ինձ։ Ուզում եմ բացել իմ մեջ տեղ քո սիրո, քո թեթևության, քո լիակատար բժշկության համար։ Օգնիր ինձ ընդունել իմ սահմանափակումները, ընդունել, որ ես փխրուն եմ, բայց որ իմ թուլության մեջ է դրսևորվում քո զորությունը։ Օգնիր ինձ սիրել ինքս ինձ նույնիսկ այն սպիներով, որ կյանքը թողել է։ Օգնիր ինձ խնամել իմ մարմինը քնքշությամբ, ոչ ամբարտավանությունից, այլ շնորհակալության արտահայտությամբ այն ամենի համար, ինչ դու արդեն պահպանել ես իմ մեջ։ Եվ եթե հնարավոր է, ես ապրում եմ անցյալի սխալ որոշումների հետևանքներով, դուր ինձ իմաստություն վերականգնվելու համար։ Ցույց տուր ինձ վերականգնման ճանապարհները, բացիր դռները, ուղարկիր ռեսուրսներ, կողքից դիր անհրաժեշտ մասնագետներ, բայց առաջին հերթին թող միշտ դու լինես առաջինը, ում դիմում եմ, որովհետև ոչ մի դեղորայք ավելի հզոր չէ քո ներկայությունից։ Տեր, հիմա մտիր մանրամասների մեջ, բոլոր այն անալիզների մեջ, որ դեր առջևում են, եզրակացությունների մեջ, որ դեր կլինեն, վիրահատությունների մեջ, որ նախատեսված են, ընթացիկ բուժման մեջ։ Ուղղորդիր բժիշկների ձեռքերը, բացիր թաքնվածը, կանգնեցրու սխալները, բազմապատկիր յուրաքանչյուր միջոցի արդյունավետությունը։ Եվ բոլոր նրանց համար, ովքեր խնամում են ինձ, թափիր քո շնորհը, բժիշկներին տուր իմաստություն, ընտանիքի անդամներին, ովքեր ուղեկցում են ինձ, համբերություն, ընկերներին, ովքեր աղոթում են ինձ համար, հույս, իսկ նրանց, ովքեր լռությամբ տարապում են կողքիս, մխիթարություն։ Թող այս աղոթքը հիմա դիպչի հոգու, անձի եւ մարմնի յուրաքանչյուրին, ով լսում է։ Թող այն մթնոլորտը, որտեղ հնչում է այս աղոթքը, լցվի քո փառքով։ Թող քո բժշկությունը դառնա տեսանելի, զգալի, իրական։ Եվ թող ամեն ցավ, ամեն ճնշում, ամեն հիվանդություն եւ ծանրություն ընկնի Հիսուսի անունով։ Տեր, շնորհակալ եմ քեզ, որ չես հրաժարվել ինձանից։ Շնորհակալ եմ քեզ սիրո համար, նույնիսկ երբ կոտրված էի։ Շնորհակալ եմ, որ երբ ամեն ինչ մութ էր, դու վառեցիր լույսը։ Հիմա գիտեմ, այդ լույսը քո բժշկությունն է իմ մեջ։ Ամեն։ Տեր, մոտենում ենք այս աղոթքի ավարտին, բայց ոչ քո ներկայության ավարտին, որովհետև ով անկեղծ սրտով փնտրում է քեզ, երբեք չի մնում նույնը, որովհետև երբ հոգին թափվում է քո առջև, ինչ որ բան փոխվում է, նույնիսկ եթե աչքերը դեռ չեն տեսնում, որովհետև երբ հավատով ենք աղոթում, երկինքը շարժվում է, նույնիսկ եթե լռությամբ։ Հայր, շնորհակալ եմ քեզ, որ լսում ես ինձ։ Շնորհակալ եմ, որ դու Աստված ես, որ լսում ես ամենաթույլ հառաչանքը, ամենահանգիստ միտքը, արդյունքը, որ ոչ ոք չի տեսել։ Շնորհակալ եմ, որ մինչ այս պահը քայլել ես ինձ հետ։ Պահել ես ինձ, երբ ուզում էի հանձնվել, բարձրացրել ես ինձ, երբ ընկնում էի, գրկել ես ինձ, նույնիսկ երբ ուժ չունեի շարունակելու։ Հիմա Տեր, ամեն ինչ հանձնում եմ քո ձեռքերը՝ հիվանդությունը, ախտանիշները, անալիզները, վախերը, դժվար գիշերները, ամեն ինչ։ Այլևս չեմ ուզում մենակ կրել այն, ինչի համար ստեղծված չեմ եղել, որովհետև քո լուծը բարի է եւ քո բեռը թեթև է։ Եվ ես ընտրում եմ հանգստանալ քեզ մեջ։ Ընտրում եմ հավատալ, որ նույնիսկ եթե բժշկությունը անմիջապես չի եկել, գործընթացն արդեն սկսվել է։ Նույնիսկ եթե պատասխանը դեռ ճանապարհին է, քո խաղաղությունն արդեն եկել է։ Նույնիսկ եթե պայքարը դեռ չի ավարտվել, հաղթանակն արդեն գրվում է քո սիրով։ Թող քո Սուրբ Հոգին շարունակի գործել իմ մեջ, նույնիսկ այս աղոթքի ավարտից հետո։ Թող այստեղ ասված յուրաքանչյուր խոսք դառնա կենդանի սերմ իմ սրտում։ Թող պտուղները տեսանելի լինեն, թող փոփոխությունները իրական լինեն, թող առողջությունը վերականգնվի եւ թող իմ կյանքը արտացոլի քո փառքը։ Տեր, խնդրում եմ նաեւ օգնիր ինձ պահպանել հավատը լավ օրերին եւ դժվար օրերին, երբ գալիս է թեթևացումը, երբ ցավը ուզում է վերադառնալ։ Սովորեցրու ինձ մնալ ամուր նույնիսկ երբ ամեն ինչ շուրջս տատանվում է, որովհետեւ իմ վստահությունը քեզ վրա է, ոչ թե հանգամանքների վրա։ Դու Աստված ես, որ բժշկում է զորությամբ եւ սիրով։ Աստված, որ լիակատար է բժշկում։ Աստված, որ գիտի յուրաքանչյուր անուն, յուրաքանչյուր պատմություն, յուրաքանչյուր կարիք։ Եվ ես ամբողջ սրտով հավատում եմ, որ դու հոգ ես տանում իմ մասին։ Հայր, հիմա այցելիր բոլոր նրանց, ովքեր մինչև վերջ աղոթել են ինձ հետ։ Գուցե նրանք անգամ չեն կարող արտահայտել այն, ինչը զգում են, բայց դու կատարյալ ես հասկանում նրանց։ Խորապես դիպչիր յուրաքանչյուրին։ Թող ոչ մի հոգի չգնա առանց փոփոխության քո ներկայությունից։ Թող յուրաքանչյուր վիրավորված հոգի ստանա բժշկություն։ Թող յուրաքանչյուր հոգնած մարմին զգա թարմացում։ Եվ առաջին հերթին, թող յուրաքանչյուրը զգա, որ մենակ չէ։
Դու մեզ հետ ես, դու գործում ես, դու պահպանում ես եւ դու հավատարիմ ես ավարտելու բարի գործը, որ սկսել ես։ Հետևաբար Տեր, ես հանգստանում եմ, խոր շունչ եմ քաշում, վստահում եմ եւ փառաբանում եմ քեզ։ Նույնիսկ արցունքներով փառաբանում եմ քեզ, նույնիսկ լռության մեջ երկրպագում եմ քեզ, նույնիսկ սպասման մեջ հավատում եմ, որովհետեւ դու Աստված ես, դու իմ հայրն ես, դու իմ բժիշկն ես, դու իմ մխիթարիչն ես եւ դու իմ բժշկությունն ես։ Ամեն։ Թող Աստված օրհնի քո կյանքը, այն բանի համար, որ մնացիր մինչև վերջ։ Եթե այս աղոթքը որևէ կերպ դիպչեց քեզ, մի պահիր այն միայն քեզ համար։ Կիսվիր այն նրա հետ, ով հիմա խաղաղության կարիք ունի։ Գուցե հենց քո միջոցով Աստված այսօր մխիթարություն բերի մեկ ուրիշին։ Եվ եթե այս աղոթքը արձագանքեց քո սրտում, թողիր մեկնաբանություն, պատմիր, թե ինչ զգացիր։ Քո վկայությունը նույնպես կարող է մխիթարել այլ հոգիներ։ Եվ մինչև գնալը բաժանորդագրվիր մեր ալիքին, որպիսի շարունակես ստանալ նման աղոթքներ։ Շնորհակալ եմ քեզ, որ այստեղ էիր։ Հանդիպենք հաջորդ աղոթքում։ Թող քո օրը լինի թեթև, իսկ հոգին խաղաղության մեջ։ Ամեն։